Ողջույն սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ կրկին միասին ենք, իսկ այսօր պատրաստելու ենք այսպիսի գեղեցիկ եւ ամենակարևորը համեղ ելակի ճիր։ Դե ինչ սիրով կպատրաստեմ եւ կկիսվեմ ձեզ հետ բաղադրատոմսով, որպեսզի ստացվի այսպիսի գեղեցիկ ելակի ճիր։ Իսկ եթե դեռ բաժանորդագրված չեք, ալիքին բաժանորդագրվեք եւ անցնենք առաջ։ Ելակի լավ ճիր ստանալու համար առաջին հերթին պետք է վերցնել լավ որակի ելակ։ Իսկ դրանից հետո ջրի մեջ ավելացնում ենք սոդա, այստեղ ինձ մոտավորապես 4 լիտր ջուր է, որի վրա ավելացրեցի 2 ճաշի գդալ սոդա եւ ելակները տեղափոխում ենք սոդայաջրի մեջ։ Այս տարբերակով ելակները եւ ձեռք են բերում ամրություն եւ որ ամենակարևորն է, շատ լավ մաքրվում են։ Մի քանի անգամ այսպես խառնում ենք, թողնում ենք 20-ից 30 րոպե, որից հետո լավ լվանում ենք հոսող ջրի տակ։ Ոչերը հեռացնելուց հետո արդեն պատրաստում ենք օշարակը։ Շաքարավազի վրա ավելացնում ենք ջուրը, բաղադրիչների քանակությունը ես կգրեմ տեսանյութի ներքևում, 1 կիլոգրամի համար վերցրել եմ 800 գրամ շաքարավազ եւ հասցնում ենք եռման աստիճանի։ Եվ ահա, երբ օշարակը այսպես եռում է, ես մոտավորապես 3-ից 4 րոպե թողել եմ, որպեսզի եռա, ավելացնում ենք ելակները։ Ելակները ավելացնելուց հետո սպասում ենք, որպեսզի հասնի եռման աստիճանի եւ եռացնում ենք 2 րոպե, ոչ ավել, եւ անջատում ենք կրակը։ Ահա 2 րոպե եռալուց հետո անջատում ենք կրակը եւ թողնում ենք, որպեսզի ամբողջությամբ սառի։ Ինձ մոտ օշարակը ամբողջությամբ սառել է, այժմ անհրաժեշտ է ելակները օշարակից դուրս բերել։ Ահա այս տարբերակով ելակները օշարակից դուրս ենք հանում։ Որից հետո միացնում ենք կրակը եւ նորից սպասում ենք, որպեսզի օշարակը եռա։ Այստեղ ավելացնում ենք 1 թեյ գդալ կիտրոնի աղ։ Խառնում ենք։ Օշարակի վրայի հավաքված փրփուրը հավաքում ենք եւ ելակները լցնում ենք եռացող օշարակի մեջ։ Նորից եռացնում ենք 2 րոպե, նորից անջատում ենք կրակը։
Նորից լրիվ սառել եմ, տեսեք ելակները իրենց գույնը գեղեցիկ պահպանել են և գրեթե պատրաստ են։ Վերջին անգամ նորից միացնում ենք կրակը, հասցնում ենք եռման աստիճանի, արդեն հեռացնում ենք 1 րոպե, ոչ ավել։ Եվ նորից անջատում ենք, թողնում ենք սառի և արդեն պատրաստ է, որպեսզի ելակները տանենք չորանալու։ Տեսեք, որքան գեղեցիկ են ելակները, ամբողջովին պատրաստ են, եփված են և չեն կորցրել ոչ գույնը, ոչ իրենց ամբողջականությունը, կարող ենք շարել սկուտեղի մեջ և չորացնել, ես չորացնելու եմ արևի տակ, կարող եք նաև չորացնել սարքավորման մեջ։ Ելակի չիրը շատ արագ է չորանում, քանի որ փոքր են, 3 օր է անհրաժեշտ արևի տակ չորացնելու համար։ Ահա հաջորդ օրը ինձ մոտ այս տեսք ունեն ելակները, այժմ ես կշրջեմ հաջորդ կողմը։ Եվ ահա սիրելի հետևորդներ, այսպիսի գեղեցիկ չիր ստացանք, ես շատ գոհ եմ արդյունքից, կարող եք դուք ինքներդ էլ պատրաստել և համոզվել, այս տարբերակով շատ գեղեցիկ և համեղ չիր է ստացվում, իսկ այսօր էլ պատրաստելի այսքանը, եթե հավանեցիք իմ պատրաստած տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։